Ողջույն, այսօր մենք գտնվում ենք Կարիերայի քաղաքում, Curiosity Fest-ում եւ էլ ինչ քաղաք առանց քաղաքապետի, սիրով թերթերի տաղավարում հյուրընկալել ենք Կարիերայի քաղաքի քաղաքապետ, ծանամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանին։ Ողջույն Նազիկ, շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Նախ շնորհավորում եմ, դուք առաջին տարին է, որ ստանձնել եք Կարիերայի քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ Շնորհակալ եմ։ Եվ խնդրում եմ ասեք, որը կլիներ այն օրենքը, որը կսահմանեիք այս քաղաքում եւ բոլորը պետք է հետևեին այդ օրենքին։ Ուրեմն առաջինը կլիներ ինքնազարգացման պարտադիր ժամեր եւ որ յուրաքանչյուր ընկերություն գոնե շաբաթվա մեջ 2 անգամ 2 ժամ հատկացնի աշխատակիցների վերապատրաստման եւ հոգեբանական վիճակը բարձրացնելու համար։ Եվ ինչու՞ չէ նաև ֆիզիկական վիճակը, սպորտով ֆիզիկական դա միանշանակ չի քննարկվում։ Իսկ ինչ է կարծում, որքանով են կարևոր նման միջոցառումները նոր սերնդի համար, որոնք նոր են մուտք գործում աշխատաշուկա եւ այստեղ օրինակ երիտասարդը հնարավորություն է ունենում շատ կարևոր ընկերությունների ներկայացուցիչների հետ շփվել անմիջապես։ Իրականում շատ կարևոր է երիտասարդ սերնդին հնարավորություն տալ գտնելու իրեն այն ոլորտում, որտեղ ինքը կարողանա պատկերացնել իր կյանքը, եւ սա շատ մեծ հնարավորություն է ու շատ գեղեցիկ հնարավորություն է մեր երիտասարդությանը հնարավորություն տալ շփվելու, գտնելու գործընկերներ այն ոլորտներից, որտեղ իրենք տեսնում են իրենց։ Սա շատ կարևոր է եւ ես շատ կցանկանայի, որ դա այս ծրագիրն ավելի մասշտաբային լիներ եւ ցանկանում եմ բազում ու մեծ հաջողություններ այս նախագծին, քանի որ այս մեծ կարևորություն ունի երկրի զարգացման հարցում։ Կարիերայի ընթացքում երբեմն բարդությունները ընկճում են երիտասարդներին եւ նույնիսկ կարող են մտածել, որ չէ, սա մեր տեղը չի։ Բայց ձեր օրինակը այդ բարդությունները հաղթահարելու եւ անիրականը իրական դարձնելու մասին է։ Եվ դուք ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որոնք գուցե այս պահին բախվել են ինչ-որ բարդությունների։ Կա այսպիսի մի բան, եթե կա երազանք ու ցանկություն, բարդությունը չես դիտում որպես բարդություն։ Դրանք ցանկությունն է առաջանում հաղթահարելու։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ այդ բարդությունների մեջ մենք պետք է ոչ թե վախենանք, այլ դրանք ձևավորում են մեզ, ձևավորում են մեր մեջ նոր որակներ եւ չկա այնպիսի մի խնդիր, որ լուծելի չլինի։ Դա նույն մաթեմատիկական խնդիրներն է, պարզապես մենք պետք է մեր վրա արդեն աշխատենք այնքան, որ մենք կարողանանք անցնել այդ բարդությունը։ Այդքան բան, յուրաքանչյուր խնդիր եւ բարդություն լուծելի է։ Եվ դա շատ գեղեցիկ է, առանց դրա հաղթանակը այդքան էլ արժեքավոր չի լինում։ Բարդությունների ճանապարհից խոսեցիք, երբեմն երբ հասնում ենք նպատակներին, հասկանում ենք, որ ամենակարևորը այն ճանապարհն էր, որ մենք անցանք։ Ձեր ճանապարհին ո՞րն է եղել այն պահը, այն կետը, որ երբ որ արդեն հասել եք հաջողության, ասել եք, սա ինձ կոփեց, սա ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին ես կամ։ Կարելի է ասել իմ կյանքի յուրաքանչյուր պահ, քանի որ դե իհարկե այդ պահին չես գիտակցում, որովհետև դու դա ես հաղթահարում, հետագայում հասկանում ես, որ այդ ամեն ինչը քո մեջ նոր որակներ է ձևավորել, նոր արժեքներ է տվել քեզ, քո մտածելակերպը փոխվում է։ Իսկ ծանրամարտը ինձ կարելի է ասել ոչ միայն սպորտում, այլ կյանքում ինձ շատ բան տվեց։ Ու ծանրամարտը այն հնարավորությունն էր, որը որ ես մանկուց երազում էի, դա այն ճանապարհն էր, իմ դեպի իմ երազանք տանող ճանապարհն էր, ծանրամարտը։ Այնքան հետաքրքիր է դա իրականում, մենք երազում ենք, մենք նպատակներ ենք դնում եւ պարզապես չգիտենք ինչ ճանապարհներով է մեզ ճակատագիրը տանում, մեր մտքերը տանում մեզ դեպի այդ երազանքներն ու նպատակները։ Դրա համար պետք չի վախենալ այդ ճանապարհներից, քանի որ դրանք այդքան էլ մենք չենք ընտրում։ Երբեմն հաջողակ կարիերան պահանջում է զոհեր։ Երբեմն հանգիստն ես զոհում, որպեսզի հասնես որևէ հաջողության, երբեմն անձնական կյանքդ ես զոհում, որ հասնես հաջողության։ Նախ առաջին հարցը հետաքրքիր է, արդյոք կա այդ բալանսը, ինչպես բալանսավորել օրինակ անձնական կյանքը եւ կարիերան, ինչպես հավասարի նշան գուցե դնել, եւ հաջորդ հարցը, դուք ինչ եք զոհել, որպեսզի հասնեք այսքան մեծ հաջողության։ Որպես այդպիսին, եթե մենք նայենք զոհաբերություն, դա շատ դժվար կտրվի իհարկե։ Կա ընտրություն, մենք ընտրում ենք
կարիերան մի այլ բանի փոխարեն։ Եվ եթե դա նայում ենք որպես ընտրություն, դա մեզ այդքան դժվար չի տրվում իրականում։ Իսկ ծանրամարտը ինձ տվել է ավելին, քան իմ զոհաբերություններն էր։ Իսկ այն, ինչը որ ես կարող եմ համարել զոհաբերություն, իրականում զոհաբերություն, դա իմ փոքրիկից հեռու լինելն էր, եւ դա մեծ հույս ունեմ, որ որպես մարդ իր կյանքում դա շատ կարեւոր կլինի, ու ինքն էլ արժեքների, դա իր մեջ արժեքներ կձևավորի։ Ես դա այդ բացը կփորձեի լրացվել այդպես։ Ինչպես նա ձեզ մի անգամ ասել է, որ հիմա հասկանում է ձեզ, ինքը արդեն մեծ է, այն ժամանակ փոքր է եղել եւ հասկանում է, թե դուք ինչ եք արել։ Այո, կարելի է ասել հիմա էլ ինչ որտեղ իմ երեխայի ժամանակից է դա գնում, բայց այն գործունեությունը, այն կարևորությունն ու արժեքները, որ ինքը կտեսնի Աստծո կամքով եւ մեր մտքի ու աշխատանքի ուժով կարելի է ասել, եթե ես հասնեմ այն ամեն ինչին, որ ցկտում եմ, երբ որ ես հասնեմ, ես հուսով եմ, որ ելի այդ բացերը ինչ որ չափով կլրացվեն իր կյանքում, իր մեջ ձևավորված արժեքներով։ Դուք ասեցիք, որ ծանրամարտը այն երազանքներ, որը դուք իրականացրել եք, ձեր մանկության երազանքներ։ Այ հետաքրքիր է, եթե դուք ձեր այս տարիքից նամակ գրեք այն փոքրիկ Նազիկին, որը դեռ նոր էր սկսում իր ճանապարհը, հետաքրքիր է, ինչ կասեիք իրեն։ Երևի ես կասեի, որ քեզ շատ դժվարություններ է սպասվում, շատ վերելքներ ու վայրեջքներ, բայց դու երբեք չկորցնես հավատը քո նկատմամբ, քանի որ դրանք հենց այնպես չեն լինելու եւ դա տրվում է քեզ ավելի կոփելու ու այն մեծ ու չգիտակցված երազանքը, որ դու ունես հիմա, դրա իրականացման համար է դա լինելու։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։